Հաղորդման հովանավորներն են Agritas Colors խանութ սրահը, Aura 8 Beauty սալոնը։ Ողջույն, ես Մերի Փամոխչյանն եմ։ Թատրոն լաբորատորիայի նոր նախագիծը, որը կոչվում է BEMCAST, նորից եթերում է։ Եվ այսօր մեր տաղավարում Սառա Նալբանդյանն է։ Ողջույն Տիկին Նալբանդյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք եւ նաեւ ուզում եմ մեր ամբողջ անձնակազմի կողմից շնորհակալություն հայտնել մեր նկարահանումներին աջակցելու համար։ Ես ուրախ եմ, որ այս նկարահանումները իրականանում են եւ իհարկե մեր բուհը դրված է ծառայության երիտասարդներին։ Շնորհակալություն։ Տիկին Նալբանդյան, ինչպիսի զգացողություններ ունեք հիմա այս բեմում նստած, քանի որ դուք Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորն եք, դուք եք ղեկավարում այս հաստատությունը, բայց հիմա նստած եք այստեղ հյուրի կարգավիճակով։ Հետաքրքիր հարց եք տալիս։ Ճիշտն ասած, հիմա ես մտածում եմ այն մասին, որ պիտի հասցնեմ գնալ Պենելոպեն դիտել համազգային թատրոնում եւ չեմ հասցրել դեռ կենտրոնանալ իմ սեփական զգացմունքների վրա։ Ամեն դեպքում ինձ համար ամենահարազատ վայրն է դարձել եւ ինստիտուտը եւ հատկապես այս բեմը եւ ինձ թվաց ճիշտն ասած ավելի շատ կհարցնեք ինչ զգացմունքներ եք ապրում, երբ բեմում ներկայացումներ եք տեսնում ձեր ուսանողների, այստեղ ես իրոք շատ բան ունեմ ասելու։ Իհարկե դրա մասին էլ կխոսենք, այն որ այստեղ ներկայացումներ են բեմադրվում եւ սա սկիզբն է էքսպերիմենտալ թատրոնի եւ դուք ես գիտեմ որ ջանք ու եռանդ չեք խնայում որ այդ թատրոնին ինչքան հնարավոր է նոր շունչ տաք, ինչ որ նոր գույն բերեք, մի փոքր դրա մասին կարող եք պատմել։ Նախ ես ասեմ որ այս թատրոնը հնարավոր չէր լինի եթե չլինեին մեր դասախոսների ջանքերը, քանի որ ընթացքում 2-3 տարիների ընթացքում ես սկսեցի նկատել, թե որքան է բարձրացել բուհի միջին մակարդակը։ Միջին մակարդակը հիմա արդեն դարձել է այն միջազգային բուհերի գրեթե մակարդակին կամ երբեմն նույնիսկ հավասար երբեմն ավել, չեմ վախենա դրանից, որովհետև չափից դուրս համեստություն էլ այդքան լավ չի, չէ՞։ Որ դա մեզ թույլ տվեց մտածել այն մասին, որ այո, կարելի է հավաքել այս ներկայացումները եւ ստեղծել ռեպերտուար, ռեպերտուարը մի քիչ այլ տրամաբանությամբ, ոչ մեզ մոտ ընդունված տրամաբանությամբ, այլ ավելի շատ արևմտյան երկրներին հատուկ տրամաբանությամբ, երբ ինչ որ քանակությամբ ներկայացումները խաղում են, այնուհետև գալիս է նոր ներկայացում եւ այդ քանակությամբ կամ ավել կամ պակաս նոր ներկայացումներ են խաղում։ Սա հետաքրքիր ֆորմատ է, որովհետև հանդիսատեսը, ով ցանկություն կունենա դիտելու, պիտի իմանա, որ ինքը 10-15 ներկայացումից ավել չի տեսնելու։ Կոնկրետ այս ներկայացումը տարիներ շարունակ չի լինելու ռեպերտուարում եւ հնարավորություն չի ունենալու 1 տարի անց դիտելու։ Այս ընթացքում կդիտի, չէ, ուրեմն վերջ արդեն սա դուրս է գալու, տեղը մտնելու է մեկ այլ ներկայացում։ Եվ իհարկե ես չեմ թաքցնում, որ շատ հպարտ եմ, շատ ուրախ եմ, որ այս որակի արդեն աշխատանքներ են մեզ մոտ կատարվում, երբ ընդհանրապես ամբողջ ստերեոտիպն է կոտրվում, որ միգուցե Հայաստանում թատրոնը այն չի, միգուցե թատերականի որակը այն չի, բավական է գալ ցանկացած ներկայացում դիտել այստեղ, հատկապես նրանք, որոնք ընտրված են արդեն ռեպերտուարի համար եւ բոլորի պատկերացումները ինստիտուտի մասին փոխվում են, լինի դա ներսի հանդիսատես, լինեն դրանք դրսից եկող պրոֆեսիոնալներ, բոլորն էլ նույն բանն են փաստում, որ ընդհանուր մակարդակը բարձր է, մի բան են շեշտում, որ շկոլա կա եւ հետաքրքիր ձեր շկոլա են ասում արդեն, ձեր դպրոցը եւ սա կարծում եմ չի կարելի ոչ թաքցնել, պետք է խոսել այս մասին։ Իսկ արձագանքներից ինչ է պարզ դառնում, մարդիկ ինչպես են իմանում այս թատրոնի մասին։ Դե թատրոնի մասին մենք դեռևս կխոսենք, հիմա մենք սպասում ենք մի փոքր կարգի բերել, իհարկե ձեզ էլ շնորհակալություն, որ մեզ աջակցեցիք, հատակը ներկեցիք, բայց նաև սպասում ենք, որ տեխնիկապես մի քիչ ավելի հագենա, մեզ մոտ լույսերի խնդիր կար, որը համալրվեց երեկվա ներկայացումից 2-3 օր առաջ։ Մեր անձնակազմը չէր քնում պարզապես, գիշեր-ցերեկ աշխատում էին, որպեսզի հասցնեն եւ դեկորները, եւ կոստյումները, եւ լույսը կախել, եւ մեր աչքով, այո, հա։
Երբ դա կլինի, մենք արդեն կսկսենք ավելի ռեգուլար կերպով խաղալ։ Թատրոնի հետ կապված մենք տարածում ենք, մենք SMM ծառայություն ենք ակտիվացնում, մենք տարբեր խողովակներով կհայտնենք, դեռևս չենք սկսել լայնամասշտաբ ակցիա, իհարկե շատ են նաև հենց մեր ուսանողների, ծնողներ, ընկերներ, բարեկամներ, ովքեր ուզում են տեսնել ներկայացումները եւ այսպես բանավոր խոսք, որ ասում են, դրա շնորհիվ նույնպես տարածվում է դեռևս այս եղանակով։ Բավական ակտիվացել է մեր կայքը, պաշտոնական կայքը, եւ նաեւ ակտիվ են մեր սոցցանցերը, Instagram-ը, Facebook-ը, TikTok ունենք, YouTube-յան ալիքը պիտի ակտիվացնենք, այսինքն բոլոր ժամանակակից մեթոդները, որոնք կան, մեր մարքեթինգային բաժինը դրանցով զբաղվում է եւ կարծում եմ, երբ արդեն ժամանակը գա մենք պատրաստ լինենք, մենք ավելի այսպես լայնածավալ կանանենք։ Իհարկե համագործակցում ենք դպրոցների հետ նաև, ինչ եղանակով դպրոցների աշակերտներին ներգրավում ենք ներկայացումների մեջ։ Օրինակ մեր ամանորյա ներկայացման մեջ խաղում են թիվ 155 դպրոցի աշակերտները, փոքրիկ այսպես մասսայական տեսարաններում, բայց դա նույնպես բերում է ճանաչելիության բարձրացում։ Հետաքրքիր է, ինչ կարևորություն դրվեց էքսպերիմենտալ թատրոնի վրա հենց, որովհետև կա նաև ակադեմիական թատրոն, այսինքն մեզ բոլորիս ծանոթ, ավելի շատ տարածված, էքսպերիմենտալ թատրոնը կարծես թե ավելի նոր բան է Հայաստանում եւ կամաց-կամաց սկսում է զարգանալ։ Ինչու հենց շեշտը դրվեց, որ թատրոնը լինի էքսպերիմենտալ։ Նախ եւ առաջ էքսպերիմենտալ բառը թվում է թե բառ է, էլի, բայց ինքը շատ պարտավորեցնող բառ է, քանի որ էքսպերիմենտը մենք դեռևս մինչև վերջ չենք հասկանում ինչ է եւ շատ հաճախ նույնիսկ նկատում եմ, որ ուսանողները իրենք են վախենում գնալ մինչև վերջ էքսպերիմենտի մեջ, չեն փորձարարությունը մի տեսակ այսպես ավելի փորձում են ակադեմիականի մեջ մտցնել, վախենում են։ Այնուամենայնիվ այս բառը դրվել է հիմքում վերնագրի թատրոնի, որպեսզի ուսանողները եւ այն երիտասարդները, սա ոչ միայն ուսանողների համար է, այլ նաեւ շրջանավարտների վերջին 5-ից 10 տարիների շրջանավարտների համար է, որպեսզի իրենք ամենախենթ գաղափարները կարողանան իրագործել, չվախենան ամենատարօրինակ բաները անելուց, քանի որ եթե այս տարիքում իրենք խենթություններ չանեն, երբ պիտի անեն 40 տարեկանում, 50 թե 60։ Ես ենթադրում եմ, որ ուսանողները վախենում են գուցե էքսպերիմենտներ անելուց նրա համար, որ բառը ինքնին էքսպերիմենտալ, ենթադրում եմ, որ դու կարող ես անել տարբեր բաներ, տարօրինակություններ, խենթություններ, ինչպես դուք ասացիք, բայց չես կարող անել այնինչ ուզում ես ամբողջությամբ բառի բուն իմաստով։ Երևի դա պատասխանատվություն է ինչ որ տիպի իրենից ենթադրում, որը մի քիչ իրենց հետ է մղում։ Երևի դուք նկատի ունեք հասարակական կարծիքից վախենալը, բայց գիտեք ինչ, երկու խնդիր կա այստեղ, մեկը իրոք հասարակական կարծիքի վախն է, որը կարծում եմ արվեստագետին չպիտի վախեցնի, հատկապես երիտասարդ արվեստագետին դա չպիտի վախեցնի, քանի որ իրենք ընտրել են արդեն այս ասպարեզը, իրենք բռնել են այս ճանապարհը եւ վախենալ թե ով ինչ կասի, ես նկատի չունեմ արվեստի առումով, ճաշակի առումով, այլ ես նկատի ունեմ հենց ուղղակի, չգիտեմ, ինչ որ սա նոր է, սա անսովոր է, սա չի կարելի անել, նախ ով է ասել ինչ է կարելի, ինչը չի կարելի արվեստում, ով է դա սահմանել։ Տարբեր ժամանակաշրջաններ, տարբեր բաներ են, հա, սահմանում եւ երկրորդը հենց քիչ հաղորդակցվելն է ժամանակակից մշակութային միջավայրի հետ եւ չեն տեսնում ինչ տիպի էքսպերիմենտներ կարող են տեղի ունենալ աշխարհում, ինչն է նոր, ինչն է հին, բաներ կան, որ իրենց թվում է թարմություն, բայց իրենք արդեն 30-40 տարվա պատմություն ունեն դրանք, հա։ Այսինքն սա արդեն իրենցից չկախված երևույթներ են, որը մենք փորձում ենք իհարկե ինստիտուտում
հաղթահարել եւ շատ ուսանողներ հիմա մեկնում են տարբեր փառատոների, տարբեր միջազգային միջոցառումների, որպեսզի տեսնեն, հաղորդակցվեն ժամանակակից արվեստի հետ։ Որը շատ լավ հնարավորություն է ուսանողների համար հետագայում զարգանալու։ Ինչ հետաքրքիր բաժակ է։ Իմաստ ունեն այս բաժակները, ու գաղափարապես ես այն հիմքով էինք ընտրել, որ դերասանը, որը խաղում է դերբեմում, չի կարող միևնույն տեղում կանգնել, այսինքն կա ինչ-որ զգացմունքային, էմոցիոնալ ճոճ, եւ սա հենց թերևս այն ինչ-որ տեղի ունեն դերասանի ներսում։ Իսկ ես սիրում եմ շեղ գծեր, ասիմետրիաներ, այս բաժակը այդ առումով ինձ շատ է դուր գալիս, որ ուրախ եմ։ Քառակուսի չի։ Հիշեցնեմ մեր հաղորդման հովանավորներին։ Մեր հաղորդման գլխավոր հովանավորն է Agritas Colors խանութ սրահը, որը միավորում է արվեստն ու գույնը մեկ բեմում։ Agritas Colors ձեր երջանկության գույները ստեղծող լավագույն ընկերը։ Մեր հաղորդման գործընկերն է նաև Aura 8 Beauty Salon-ը։ Ձեր ինքնատիպությունը վստահեք նրանց, ովքեր գիտեն իսկական հմայքի գաղտնիքները։ Aura 8 Beauty Salon։ Այստեղ հայլիները չեն կրկնում, այլ բացահայտում են։ Բնականաբար այս տարածքից դուրս, այսինքն ինստիտուտից դուրս, դուք նաև այլ գործունեություն ունեք։ Դուք միայն ռեկտոր չեք, դուք միայն ղեկավար չեք, դուք նաև ստեղծագործող, ինքնուրույն ստեղծագործող մարդ եք, ով ունի իր ապրումները, իր զգացմունքները, մտքերը, որոնք պիեսի տեսքով շարադրվում են եւ դառնում հետո ներկայացումներ։ Հաղթանակի գենեզիս, ժիծ, ապրել, սրանք պատահական ներկայացումների անուններ չեն, սրանք ներկայացումներ են, որոնք մտել են մարդկանց սրտերը, երբ նրանք եղել են դահլիճում, դիտել են այս ներկայացումները, ճանապարհ են անցել, սիրվել են հանդիսատեսի կողմից։ Մի փոքր երևի սրա մասին խոսենք, թերևս երևի սկսենք հաղթանակի գենեզիսից, որը պատմություն է 3 տարբեր մարդկանց մասին, իրական դեպքերի հիման վրա։ Ինչպես ծնվեց գաղափարը, որ այդ 3 մարդիկ պետք է իրենց ապրածը հաղորդեն հանդիսատեսին։ Նախ եւ առաջ երևի սկսելիս պետք է սկսել ոչ թե հաղթանակի գենեզիսից, այլ իմ ընտանիքը իմ ճամփրկում է մոնոներկայացումից, որը մենք արեցինք Նարինե Գրիգորյանի հետ։ Ես այն ժամանակ զբաղվում էի զուտ գիտությամբ, թատերագիտությամբ եւ աշխատում էի վավերագրական թատրոնի ուղղությամբ, հա։ Եվ երբ շրջվեցի շուրջս նայեցի, տեսա, որ գրեթե ոչինչ չի արվում վավերագրական թատրոնի սահմաններում, եւ ինձ հետաքրքիր դարձավ, այսա արդեն մաքուր էքսպերիմենտ էր, ինձ հետաքրքիր դարձավ, ես Նարինեին առաջարկեցի, որպեսզի մենք մի բան անենք միասին վավերագրական թատրոնով, վերցրեցինք հենց վերբատիմ տեխնիկան, որը ինձ այն ժամանակ ամենածանոթ տեխնիկան էր, հիմա ես արդեն ուրիշ տեխնիկաներ եմ օգտագործում։ Վերբատիմ տեխնիկան որն է, երբ դու դիկտաֆոնով գնում ես հարցազրույցներ ես վերցնում տարբեր մարդկանցից, այնպես որ իրենց ներսից դուրս բերես իրենց հուշերը, իրենց պատմությունները, որոնք քնած են եղել տարիներ, տասնամյակներ շարունակ իրենց ներսում, իրենք նույնիսկ չեն գիտակցել, որ ապրել են այդ էմոցիաներով, այդ փորձով։ Ես առաջարկեցի Նարինեին եւ մեր առաջին միտքը եղավ հայկական ընտանիքի մասին որևէ պիես ստեղծել եւ խաղալ հայկական կոնկրետ ընտանիքների եւ ապահարզանների բաժանությունների մասին էր մեր առաջին թեման։ Սկսել էինք աշխատել, ներգրավել էինք մի քանի ուսանողներ, որոնք օգնում էին նյութ հավաքել, ռաշֆրովկաներ անել, հա, վերցանել նյութերը։ Սակայն այնպես ստացվեց, որ քառօրյա պատերազմը տեղի ունեցավ եւ այդ 4 օրվա ընթացքում առաջին գիշերը, երբ մենք իմացանք, որ հարձակում է եղել Արցախում մեր դիրքերի վրա, մեր զորամասերի, մենք ամբողջ գիշեր ես չկարողացա քնել։ Եվ մտածեցի, որ մենք չենք կարող հիմա խոսել սոցիալական հարցերից, մենք կարող ենք խոսել միայն պատերազմի մասին։ Հաջորդ օրը, երբ մենք Նարինեի հետ արդեն ժամ ունեինք պայմանավորված, ինքը եկավ մեր տուն, մենք երկուս էլ փոքրիկ երեխա ունեինք, իրենք հասակակիցներ էին, եկավ Եվայի հետ եւ այսպես նայեց ինձ, ասեց, գիտես, կրկնեց նույն տեքստը, ինչը ես պատրաստվում եմ իրեն ասել, ասում եմ, ես գիշերը մտածեցի, որ մենք հիմա չենք կարող ուրիշ թեմայի մասին խոսել, միայն պատերազմի մասին։ Եվ սկսեցինք մտածել, ինչ կարելի է անել, ինչ կարելի է անել, ասեցի, կարելի է փորձել
պատմություններ հավաքել։ Դրան միացավ Մարիաննա Մխիթարյանը, Արմոնոյի տնօրենը, ապրիլ ամիսներ արդեն եւ շուտով Արմոնոյի բացումներ։ Նա Նարինեին ասեց, ես քեզ դրել եմ բացման ներկայացման մեջ, ինչ ուզում ես արա, պիտի խաղաս։ Մարիաննան ունի այդպիսի սպոնտան, ոչ թե սպոնտան, ինքը գիտակցելով, որ եթե ինքը դնի դեդլայնը, դիմացինը կհասցնի, ինքը այդպես արեց եւ 20 օրից պիտի հանձնեինք։ Այդ ընթացքում ես նյութերը հավաքում էի, Նարինեի հետ ամենօրյա ռեժիմով հանդիպում էինք, զրուցում էինք, խոսում էինք Նարինեի ամբողջ ընտանիքի, մորաքրոջ երեխաներով, չգիտեմ, բոլորի հետ, տարբեր մարդկանց հետ հանդիպել էինք, այդ թվում Արմանի հետ էինք հանդիպել Նավասարդյան մարդիկ, ովքեր պատերազմը տեսել էին իրենց աչքերով։ Եվ ծնվել էր մի պիես, արդեն մի այսպես խմորային տարբերակ, որը կոչվում էր վախի գենեզիս։ Վախի գենեզիս, քանի որ միտքն էր, որ պիտի երեխաների աչքերով լինի այս պատերազմը։ Ինչպես են երեխաները, ովքեր մեծացել են պատերազմի տարիներին, վերապրում, վերահիշում իրենց անցյալը, հա, ամբողջը վերբացիմ էր հավաքում եւ նույնությամբ գրառվում էր։ Նույնիսկ պաուզաները, նույնիսկ ես չգիտեմ, կասկածները, սայթակումները լեզվի, հա, այդ ամբողջը վերբացիմի դեպքում վերծանվում է, ձայնագրվում է, հետո վերծանվում հատիկ, հա։ Վախի գենեզիս էր, որից մենք արագ ուղակի արդեն էլ ճար չունենալով առանձնացրեցինք Նարինեի գիծը։ Եվ դարձավ իմ ընտանիքը իմ ճամպրուկումը, քանի որ ամբողջ պատմությունը մի փոքրիկ աղջկա շուրջ էր, որը փորձում էր Արցախից դուրս գալ, ընտանիքը փորձում էր գոնե մեկ հոգու փրկելու համար, ամբողջ ընտանիքից նստացնեին ուղաթիռ եւ ուղարկեին Հրազդան, որտեղ Նարինեն ծնվել էր, Նարինեի ընտանիքի պատմություններ դա իրականում։ Մենք արագ միասին այդ գիծը առանձնացրեցինք եւ այդ գծի վրա 20 օրում աշխատեցինք եւ դա տրիումֆ դարձավ իրականում, քանի որ բազում հետագայում մրցանակներ ստացավ միջազգային ամենաառաջատար փառատոներում, սոլո փառատոներում եւ մնացել էր փաստորեն այս վախի գենեզիսը եւ կար արդեն իմ ընտանիքը իմ ճամպրուկում։ Այնուհետև արդեն համազգային թատրոնում Նարինեն որոշեց դա անել եւ զարգացրեցինք 3 գիծ միացան Վարշամա Գևորգյան եւ Արմանը Նավասարդյան իրենց պատմություններով, իրենց հետաքրքիր մոտեցումներով, իրենց անհատականությամբ եւ ստեղծվեց հաղթանակի գենեզիսը։ Ու եթե մենք Մարիաննայի մասին խոսել ենք, ես չեմ կարող չասել, որ իմ երկրորդ գործը նույնպես Մարիաննան նույն կերպ արեց, ասաց, որ շուտով Արմոնոյի բացումն է, դա արդեն մի քանի տարի անց։ Եվ ասաց, որ ես իրեն մի անգամ ասել եմ, գիտես, ես իմ կյանքի մասին մի հատ բան եմ ուզում գրել, փոքրիկ ինձ վերաբերող մի դրվագ իմ կյանքից, ուզում եմ ներկայացում գրել։ Ուրեմն ինքը ինձ ոչինչ չի ասում, մի 2 օրից ինձ ծանոթացնում է մի ճկնաղ դերասանուհու հետ, Մարիամ Մանոյի, եւ ասում է, հասա Մանոն է, սա Սարան, մոտ 20 օրից պրեմիերա է եւ դուք դրված եք բացման ներկայացում որպես տեսել առաջին տարբերակում աշխատում է, որ ինձ ասում են դուք դրամատուրգ եք, ասում եմ Մարիաննան է ինձ ստիպել, որ ես դառնամ դրամատուրգ։ Եվ գրվեց Ժիծը, բեմադրվեց, դրանից հետո մեզ միացավ Սուրենը Շահվերդյան, որը երկրորդ տարբերակով, առաջինը ընթերցանություն էր, առաջին տարբերակը, քանի որ շատ քիչ էր ժամանակը, իրականում ես գրում էի, տալիս էի, Մարիամը սովորում էր, ես հետո շարունակում էի, հաջորդ հատվածն էի տալիս, մի տեսակ այդպես է, ու ինձ դուր է գալիս այդ ճանապարհով աշխատելը։ Բայց հեշտ է ձեզ տրվել այդ 20 օրում այս թեմայի մասին խոսելը, որտեղ ինքը շատ նուրբ գիծ ունի։ Շատերը վստահ եմ չգիտեմ մեզ ներկայացման պատմությունը, եթե դուք կուզեք դրա մասին խոսել, կխոսեք, եթե ոչ, բայց պարզ է, որ այդ էմոցիոնալ շերտը բացել սեփական անձի համար նախ եւ առաջ, հետո դա հանձնել թղթին ու տալ դերասանուհուն, որ որպես երրորդ ոչ մասնակից անձ դա խաղա, եւ դուք շատ լավ գիտեք պատմությունը։ Դա ոնց եղավ։ Ուրեմն տեսեք, մենք Մանոյի հետ այն ժամանակ, որ աշխատում էինք, մենք իրար ասում էինք իմ ալտեր էգո։ Իրականում Մանոն մի քիչ խենթ մարդ է, մի քիչ չէ շատ,
Եվ իրեն ասում եմ դու միշտ բանը այն ես ինչը ես իմ ներսում թաքցնում եմ, ես արտակուստ միշտ sense ավելի լուրջ եմ, հավաք լուրջ, իսկ Մանոն այն խենթն է, որը իմ ներսում ապրում է եւ որին ես միշտ ճնշած եմ պահում։ Այնպես որ Մանոյի հետ այդ առումով ես խնդիր չունեի, ես խնդիր ունեի, ես հենց այդ ժամանակ ես իդեպ Նարինեին շատ լավ հասկացա, որ ասում էր ես ճամպրուկը ինքը դժվարանում էր, ասում էր հասկանում ես ոնց որ ես առանց մաշկի դուրս գամ բեմ։ Ես որ պատմում եմ իմ ընտանիքի մասին, իմ մասին, ոնց որ ես իմ մաշկազերծված դուրս գամ բեմ։ Ու երբ ես նայեցի առաջին ընթերցանությունը, ես նստած ամաչում էի։ Ես նույնիսկ պրեմիերայից 2 օր առաջ ինձ հազիվ եմ զսպել, որ Մանոյին չասեմ, արի չխաղանք, որտեվ ես ամաչում էի, որ այդքան շատ բան իմ մասին պիտի իմանա հանդիսատեսը, բայց քանի որ այնտեղ եթե ծանոթ եք տեքստին, գիտեք, եւ իմ օնկոլոգիայի պատմությունն է, եւ եղբորս պատմությունը եւ նաեւ իմ ամուսնու հետ հարաբերությունները մի թեթև այսպես ներկայացված են շատ մի քիչ հումորային տեսքով, բայց ամեն դեպքում շատ ծանր շրջան էր, որը 3 այսպես գիծ ուներ ու այդ 3 գծերը ես այնտեղ տվել էի, ներկայացրել էի ու առաջին անգամ ես ճիշտն ասած իմ առաջին ցանկությունն էր, որ նայում էի ուզում էի փախչել հանդիսատեսրահից։ Երկրորդ անգամ նույնը մի քիչ ավելի թույլ եւ հիմա Սուրենա Շահվերդյան դա վերականգնելու է Ստանիսլավսկու փոքր բեմի համար։ Ես որոշել եմ, որ ես պարզապես կգնամ Պրագոնին, բայց երևի ներկայացմանը դրսում կսպասեմ։ Ներս չեմ մտնի, քանի որ ինձ իրոք դժվար է դա նայելը մի կողմից, մյուս կողմից ինքը արդեն գոյություն ունեցող գործ է, ես չեմ կարող խմբագրել։ Հիմա ես գիտեմ, որ դուք ուրիշ պիեսի վրա եք աշխատում։ Մի փոքր սրա մասին, ինչ գնով է այս մի աշխատանքը իրականացվում։ Դե ես արդեն ասել եմ, կատակով միշտ ասում եմ Դավիթի հետ ենք անում Խառատյան։ Ուրեմն ինչպես եղավ այս պատմությունը, Դավիթ Խառատյանը, ով փոքր թատրոնում դերասանի վարպետություն է դասավանդում, այնտեղ ես տանում եմ իմ աղջիկներին, իմ մայրերին, դուստերս եւ եղբորս աղջիկը Եվան գնում էին այնտեղ դասերի եւ այդպես մենք իրար ճանաչում էինք։ Դրանից հետո ես այստեղ արդեն աշխատում էի, Դավիթը մոտեցավ եւ ասաց ես ուզում եմ ներկայացում անել։ Ասացի Դավիթ ջան կներես, ես հիմա սցենարի վրա եմ աշխատում, պիտի ավարտեմ, մի հատ մեծ ծավալուն սցենար էի արդեն ավարտի հասցնում։ Բացի դա ես իրոք ժամանակ չունեմ, ես կարող եմ դեդլայներով ձեզ խաբել։ Ասեցի իսկ ինչ թեմա։ Ասեց Amy Winehouse։ Ասեցի լավ, գնացինք։ Եթե ուրիշ թեմա լիներ, այո, շատ հեռու։ Հիմա երբեմն կատակ եմ անում, քանի որ հասկանում եք Amy Winehouse-ի կենսագրությունը գիտեք, տարբեր թեմաներ են ուզած թե չուզած արծարծում այնտեղ, ասում եմ երևի ես դիմումը գրեմ պրեմիերայից առաջ, նոր ցուցադրենք, հա։ Այստեղ իրոք մաքուր էքսպերիմենտ է, քանի որ շատ արտասովոր ձև է պիեսայի, շատ պոստտրավմատիկ պիես է ստացվում, մաքուր վավերագրություն է, այստեղ քանի որ վերբացիմի հնարավորություն չունենք տարբեր պատճառներով եւ այն պատճառով, որ մեր հերոսուհին արդեն չկա եւ այն պատճառով, որ մենք պարզապես հնարավորություն չունենք զրուցելու ընտանիքի հետ, ես օգտագործում եմ շատ տարբեր նյութեր, վերցնում ենք թերթեր, հարցազրույցներ, նույնիսկ ընտանեկան վիդեոներ, որոնք գտնում ենք ինտերնետում եւ այդ ամբողջը դառնում է գիծ։ Սա արդեն մաքուր վավերագրություն է մի կողմից, բայց մյուս կողմից վերամշակման է ենթարկվում անընդհատ։ Եվ իհարկե այստեղ շատ երկար մտածում եմ, իսկ ինչն է մեզ այս թեմայի, հա, բացի նրանից, որ Amy Winehouse-ը հանճարեղ կատարող էր, հանճարեղ հեղինակ էր, ինչ ուրիշ գիծ կա, որը մեզ այսօր մեր հանդիսատեսի համար կարևոր կլինի եւ հասկացա, որ դե միշտ վավերագրական գործ անելիս միշտ դու վերջում ես սկսում հասկանալ, թե ուր է ստանում գործդ, հա։ Հասկացա, որ այսօր մեզ մոտ նույն վտանգավոր վիճակն է ստեղծվում եւ ստեղծվել է արդեն փոքրիկների, երիտասարդների եւ դեռահասների մոտ, հա, այսինքն նարկոտիկների շրջանառությունը։ Առհասարակ դա այդպես է, որ հիմա տեսնում ենք մայրս, որ դպրոցում է աշխատում, ասում եմ մենք շատ ուշադիր ենք
այս հարցին, որովհետև եւ տարածմանը եւ օգտագործմանը ներգրավում են երեխաների, դեռահասների են ներգրավում, հենց սոցիումը, հասարակությունը մի քիչ սկսում է ավելի լավ բարեկեցիկ դառնալ, անմիջապես նարկոտիկների հետևից գալիս են, դա բոլոր երկրների ծանր փորձն է։ Ու ես հասկացա, որ սա է լինելու մեր խնդիրը, ինչպես անել, որ կանխել կամ չթողնել, որ մեր բալիկները այդ կեղտոտ միջավայրում լինելը կլինեն, բայց գոնե իրենք զերծ մնան այս վտանգավոր ճանապարհից։ Եվ վերջին մի հարց, Տիկին Նալբանդյան, ի վերջո ինչի համար են մարդիկ գալիս թատրոն։ Այսօր շատ հստակ պատասխան կա։ Գալիս են թատրոն, քանի որ դա մնացել է եզակի վայրերից մեկը, արվեստի կամ մշակույթի հետ առնչվելու միակ վայրն է, որտեղ կա կենթանի շփում արվեստի հենց գործի հետ։ Ոչ միջնորդված տեխնոլոգիաներով, չէ միջնորդված շփում։ Դե ուրեմն հույս ունենանք, որ հանդիսատեսը գնահատելով արվեստի հետ անմիջական այդ շփումը կշարունակի միշտ հաճախել թատրոն, հետաքրքրվել թատրոնով։ Շնորհակալ եմ ձեզ, բայց մինչև ձեզ հրաժեշտ տալը մեր հաղորդման հավանավորի կողմից ձեզ նվերքարդ Աուրա 8 գեղեցկության սրահի կողմից իրենք ձեզ սիրով կսպասարկեն։ Շատ լավ, շնորհակալ եմ անչափ։ Մենք ենք շնորհակալ, եթերում Բեմքասթներ, հաջողություն։ Հաղորդման հովանավորներն են Agritas Colors խանութ սրահը, Aura 8 բյութի սալոնը։